այսպեսի հաջողություն ես ունեցա կյանքում, պապիկը ժառանգություն թողեց ինձ, բոլոր երեխաներին, տուն ուներ վաճառեց եւ այդ գումարը նվիրեց մեզ։ Եվ մենք հնարավոր իսկ այդ ժամանակ ես արդեն թոշակի էի անցել, միջև այդ չի եղել ոչ մի երկրում, առաջի երկիրը, որը որ ես հաճախեցի, ես իմ 60-ամյակի նախօրեին, այդ ժամանակ դեռ ժառանգությունը չկար։ Իմ տղաները լավ վաստակում էին գումար, կազմակերպեցին, որ ես թռնեմ 2 մայրաքաղաք՝ Հռոմ եւ Փարիզ։ Եվ ես 60 տարեկանս նշեցի Հռոմում ամուսնուս հետ։ Երկրորդ ճանաչությունը սկսվեց 60 տարեկանից։ Սկսեցիք ականջողեր, ու սկսեցիք գույներ, այդ ամեն ինչը հագնվել եւ այլն եւ այլն։ Չէ, այդ ժամանակ ես դեռ աշխատում էի, աշխատանքից բան վերցրեցի, թուղթ վերցրեցի, թույլատրություն, որ մի քիչ բացակայեմ, որ 60-ամյակս նշեմ։ Իսկ դրանից հետո արդեն ամեն տարի, հենց որ մենք կարողանում ենք ստանանք այդ շատ դժվար ստացվող վիզան, անպայման ամուսնուս հետ միտեղ գնում ենք։ 12 տարիների ընթացքում քանի երկիր եք այցելել։ 12 ստացվում է, թե տարին մեկ գնում եք։ Երևի մի 10, հա, 10 շատ երկրներում եմ եղել, շատ հետաքրքիր, բայց դեռ պլաններ ունենք շատ։ Վերջի իմ այ Մարիամը կարող է պատմի, վերջի իմ երկիրը եղել է Ստամբուլը, որը առանց վիզայի, հանկարծակի ամուսինս առաջարկեց, ասեց, միջև մենք նոր վիզա ստանանք, ուզում ես միտեղ գնանք, որտեղ վիզա չկա։ Այ դա Ստամբուլն է եւ էժան երկիր է, արի գնանք, ասի արի, եւ մենք գնացինք։ Մարիամ, ինչ է ստեղծում Տիկին Ալիսը, դուք ասացիք, որ գույն է տալիս, ինչ է անում, որ եկավ մասնագիտական առումով, բոբիկ էր լրիվ, այսինքն տեխնիկաներ կան, արդեն նկարել էր, ինչ որ մի բան, որպես, այսպես ասենք, մանկավարժը իր ավագսանի մասին կասի։ Նախ ասեմ, որ մեր արվեստանոցում երբ որ գալիս են, մենք չենք նայում, հա, ինչ բազա ունեն, ինչ գիտեն նկարել, կարող են ընդհանրապես չիմանալ նկարել, բայց մեզ շատ կարևոր է նախ սերը արվեստի հանդեպ, հետո էներգիան, հա։ Երբ որ Տիկին Ալիսը եկավ, ինքը նկարել չգիտեր, ինքը կպատմի երևի, ինձ ասում էր, որ երբ որ իմ երեխաները ուզում էին, որ ես որևէ բան նկարեի դպրոցում, դա նապաստակ էր։ Անգամ նապաստակ նկարել չգիտեի։ Ոչ մի բացարձակ նկարել չգիտեի։ Ուղիղ գիծ չէի կարող քաշել։ Բայց իր մեծ ցանկությունը նկարելու շատ դռներ բացեց, անգամ այնպես համարձակսվածքներ էր անում։ Մենք Մարտիրոս Սարյանից կրկնօրինակում արեցինք, այնպեսի կրկնօրինակում արեց, որ ես ասենց վաու ասացի։ Բայց իրականում իր էներգիան, հա, որ ինքը մտնում արվեստանոց, անգամ եթե ունենում ենք պատանիներ, մանուկներ, հա, լսարանում, Տիկին Ալիսյան ամբողջ sense էներգիան փոխում է լսարանի, բոլորը սկսում են ժպտալ, բոլորը սկսում են ավելի դրական ստեղծագործել, հա։ Տիկին Ալիս, ինչու որոշեցիք նկարել է փորձել, եթե ինչպես դուք եք ասում, ուղիղ գիծը չէիք քաշում։ Ասեմ, ուրեմն այսպես մի քիչ ես ռոմանտիկ եմ իմ էությամբ, զբոսնում եմ ասենք փողոցում, տեսնում եմ մի շատ գեղեցիկ տեսարան, ասում եմ, վայ, ինչպես կանգնացնեմ այս բաղը, ուզում եմ միշտ տեսնել։ Կանգառ ակնթարթ։ Հա, կամ գիտեք, երբ որ ճանապարհորդում էինք, բոլոր թանգարաններում ես ծրագիր ունեի, որ երկիրը որ հաճախեմ, անպայման բոլոր թանգարանները պետք է լինեմ։ Ու եւ տեսնում էի շեդևրերը, այդ հայտնի շեդևրերը, ես ասում էի, ախ, ինչպես անեմ, որ ես Վան Գոգի «Звездная ночь» նկարը հաճախ տեսնեմ, ոչ թե այդ մոմենտին։ Ու ես այդ ժամանակ ծանոթացա մի նկարչի հետ, որը որ կոպիաներ սկսեց իմ համար անել, եւ ես իր միջոցով էլ արդեն եկաք Դաշտոյան կենտրոն։ Տիկին Ալիս, ձեր ընտանիքը, ես որքան հասկացա, աջակցող է, ձեր ամուսինն է, ձեր խենթությունների ընկերը, ձեր զավակները, այ ընտանիքի աջակցության մասին ասեք, որ երբ որ դուք որոշում եք ճամփորդել կամ միտեղ գնալ, իրենք չեն ասում, դե տատիկ ես նստի տան, այլ ընդհակառակը խրախուսում են, դա ինչ է ձեզ համար, գնահատում եք արդյոք դա։ Շատ եմ գնահատում եւ գիտեք իմ բախտը բերել է ինչ տեսակետից։ Մենք իմ ամուսնու հետ բացի նրանից, որ համադասարանցիներ ենք, միասին սովորել ենք 10 տարի նույն դպրոցում, Չեխովի դպրոցն ենք ավարտել։ Հիմա էլ իմ տղաները երկուսն էլ ավարտել են Չեխովի դպրոցը, երկուսն էլ ծրագրավորող են,
մասնագիտությամբ, բայց երկուսն էլ շատ են սիրում արվեստ, երաժշտություն, մելոմանի, չգիտեմ հայերեն կա այդ բառը Մելոման ենք ասում։ Մելոման, հա։ Իսկ Դաշտոյան կենտրոնը հանկարծակի իմ լավ բարեկամ Դաշտոյան Մարիամի մաման ինձ ասեց, գիտես որ բացվում են խմբեր, ես այդ ժամանակ արդեն նկարներով հետաքրքրվում էի, արդեն այդ իմ ծանոթ նկարիչը կոպիաներ էր անում ինձ համար, ասեց ես էլ եմ գնալու, ուզում ես արի միասին գնանք, ասի շատ եմ ուզում, ես հենց հիմա այդ գծի վրա եմ, ես ուզում եմ սովորեմ նկարել։ Եվ գնաց։ Բայց մի բան պատմեմ, մենք իրականում 4-րդ հարկում ենք գտնվում եւ մեր լիֆտը ժամանակավորապես չի աշխատում, երբ որ առաջի օրը տիկին Ալիսան եկավ, սենց նայեց աստիճաններին, ասեց Մարիամ, կներես, բայց չեմ գալու։ Այսօր առաջի եւ վերջի անգամն է, որ ես քեզ կայցելեմ։ Բայց այդպես չեղավ իհարկե, այո։ Ես սիրահարվեցի ձեր ստուդիային, իսկ կպատեմ ինչու։ Հետաքրքրականն այն է, որ Մարտիրոս Բադալյանը մեր տաղավարում մի հետաքրքիր միտք ասաց, որ մարդիկ անկախ տարիքից, սեռից պիտի նկարեն, ուղղակի նկարել գիտեն, նկարել չգիտեն։ Պիտի վերցնեն ներկերը սպիտակ թղթի առաջ, որովհետև դա հույզեր արտահայտելու, ներաշխարհը ցույց տալու, դրսևորվելու, որոշ դեպքերում թերապիայի ձև է, այսինքն այդ միտքը ես հաճախ հնչեցնում եմ, որպեսզի մարդկանց խրախուսեմ, ինչպես դուք ասացիք, չկաշկանդել, որ անգամ նկարել չգիտեն, ինչ որ մի բան անեն, որովհետև դա իսկապես հրաշք է։ Այ ես գիտեք ուզում եմ ձեր ասածին լրացնել, այսպեսի արտահայտություն կա շատ բոլորին հայտնի եւ վերագրում են տարբեր մարդկանց ամեն երեխա каждый ребёнок гений ռուսերեն տենց են ասում յուրաքանչյուր երեխա հանճար է հա սկզբից ասում էին որ դա Էյնշտեյնին է վերագրում են Էյնշտեյնին հետո պարզվեց որ դա Շոպենգաուրն է ասել եւ անգամ շարունակել է каждый ребёнок гений и каждый гений ребёнок համընկնում էր երբ մեր մեծահասակների խումբը միաժամանակ տեսնում էինք մենք այդ փոքր երեխաներին ես չեք պատկերացնում ես հրճվում էի այդ երեխաների նկարների վրա նրանք նկարում էին ոնց որ արդեն կայացած նկարիչներ 5 տարեկան երեխաները 7 տարեկան երեխաները ու ես զգացի որ ես այդ ստուդիան պետք է անպայման գամ ես լիցք եմ ստանում այդտեղ ես տեսնում եմ հանճարեղ երեխաների դրանց ոգևորությունը ինչպես են ուրախանում իսկ ինչպես են Մարիամը սիրում իր աշակերտներին դա էլ է շատ հետաքրքիր, շատ հաճելի։ Դուք տալիս եք եւ վերցնում եք։ Մարիամ, կա արդյոք առանձնահատկություն մեծերի եւ փոքրերի հետ աշխատանքում։ Ես էլ այս ոլորտում եմ, գիտեմ, որ շատ ընդհանրություններ մեծերը եւ երեխաներն ունեն, որոնք են ըստ ձեզ այդ ընդհանրությունները եւ եթե կան առանձնահատկություններ, բարդություններ ավակների հետ աշխատանքի եւ նաեւ դրական կողմեր այդ մասին ասեք։ Իրականում հիմա որ փորձում եմ տարանջատել, շատ մեծ տարանջատումներ չեմ տեսնում, որովհետև իրականում այո, երեխաները եւ մեծահասակները շատ մաքուր անուրջ են ու իրար շատ նման են դարձում, հա։ Երևի ավելի շատ մի քիչ ընկալումների հարցը, որ ավելի մաչելի է բացատրելը մեծահասակներին, փոքրիկների հետ մի քիչ երևի ավելի խաղային է, մեծերի հետ մի քիչ ավելի այլ է։ Բայց կարող եմ ասել, որ 2 տարիքային խումբն է, մեծահասակներն ու փոքրերը, ում հետ ես վայելում եմ դասը, թողներն ինձ իմ պատանիները, երիտասարդները, իրանք էլ հաստատ կասեն, երբ որ առիթ են ունենում, հա, վայելում եմ։ Փոքրերի հետ փոքրանում եմ, մեծահասակների հետ ասենց երկունքում եմ գտնվում, որովհետև շատ մի հատ անուշ զգացողություն է, եւ կուզեմ ճիշտ ասել, որ արվեստի մասին, հա, որ խոսեցինք Իմ կողմից մի միտք, որ ես ձևավորել եմ, դա այն է, որ արվեստը Աստծո լեզուն է եւ ամեն անհատ պետք է հաղորդ լինի այդ լեզվին, կարևոր չի, հա, մանուկ օրինակ ծնողները որ բերում են փոքրերին դասի, միշտ ասում եմ, կարևոր չի որ երեխան նկարիչ դառնա, կարևոր չի, հա, անգամ հիմա տիկին Ալիսան պարտադիր չի որ ինքը նկարիչ դառնա, հա, ինքը ունի իր մասնագիտությունը, իր կյանքը, բայց հաղորդ լինել արվեստին, դա հաղորդ լինել Աստծուն եւ իրականում նկարչաթերապիա է ոճը հոգեկան ներաշխարը, որը շատ կարևոր է։ Գերբնական է ամեն դեպքում, վերերկրային է արվեստը իր բոլոր դրսևորումներում, ուղղություններում, հետաքրքրական է, որ երաժիշտներն ասում են, որ այ հենց երաժշտությունն է աստվածային նկարիչները, բայց իրականում արվեստի բոլոր ուղղությունները մենք դա տեսնում, հասկանանք։ Իսկ բաններն են ասում, որ երաժշտությունը պարտադիր է ուղեղի զարգացման համար այ կա այդպիսի մի հոգեբան հայտնի որ ասում է անպայման տվեք ձեր երեխաներին մանկուց երաժշտությամբ զբաղ կարևոր չի որ նրանք կդառնան մաթեմատիկոս թե ոչ նրանց ուղեղը կզարգանա